Այս բոլորը այդքան մտահոգիչ չէին լինի եւ նույնիսկ ընդհանրապես մտահոգիչ չէին լինի, եթե չլիներ մյուս հանգամանքը, այսինքն այն վարչապետի պաշտոնը սպառեցնելու առումով այն անուն ազգանունը, որը դրվում է, եթե այդ անուն ազգանունը չլիներ, այստեղ խոսքը անձին չի վերաբերում, Կարեն Ղարաբեդյան անձին չի վերաբերում, այլ թե ինչ է ներկայացնում իրենից Կարեն Ղարաբեդյանը, այսինքն այդ անձնավորությունը բարձ է, որ Մոսկվայի պաշտոնյան է, այսինքն փաստորեն այսօր արդեն մենք հասել ենք այն փուլին, որ Հայաստանի գերիշխանության հանձնումը Ռուսաստանին մի շատ կարևոր փուլ եւս աստիճան եւս մակլցել է եւ Ռուսաստանի պաշտոնյան դառնում է Հայաստանի վարչապետ։ Սա ավելի է լրջացնում վիճակը ապակաղուտացման խիստ անհրաժեշտության առումով եւ մեր ժողովրդի ուշադրությունը բնականաբար պետք է կենտրոնանա այս փաստի վրա եւ համապատասխան վերաբերմունք դրսևորվի նաեւ կոնկրետ այս փաստի առնչությամբ։